Պարոն Վարդևանյան, դուք մարդկանց ասում եք, պետք է, եթե մարդուն անուն ազգանունով դիմում ենք, դու այնտեղից դե պետքա չդիմեք, օրինակ Կտրիչ Ներսիսյանը մարդի անուն ազգանուն է, որին մենք այդպես ենք դիմելու եւ մեզ հակառակը չեն կարող ստիպել։ Պարոն Գրիգորյան, որ պատկերացնեք այն աստիճան եք սխալվում Վեհափառ Հայրապետի մասով, ես այդ ձեր սխալմունքը կընդգծեմ հետևյալով. Հայաստանի Հանրապետությունում այո կա մի իրավիճակ, որ Վեհափառ Հայրապետի դեմ քրեական վարույթ կա նախաձեռնված կարգալույծ անելու հարցով։ Նշված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Սա մի տիտանական ցավ է պատճառում եւ անարդարություն է, կարծում եմ շատ, հազարավոր, 100,000-ավոր, միլիոնավոր հայերի համար։ Օրինակ, պարոն Անդրանիկ Քոչարյանը երեկ խոսում էր պարոն Պասկևիչյանի մասին, իր ֆիլմի մասին։ Հուսով եմ կկարդա իր գրառումները, որոնք վերաբերում են Վեհափառ Հայրապետին։ Նույնիսկ ֆիլմ է արդեն նկարահանել այդ հարցով։ Պատկերացնում եք քննիչը ու դատախազը Գարեգին B կարգավիճակն են օգտագործում, ոչ թե ավազանի անունը։ Անձնագրի մեջ գրված է Գարեգին B։ Հասկանում եք, այսինքն նույնիսկ քննիչը դատախազը չեն կարողացել դա անել, չեն կարողացել։ Կարողա չեն կարողացել, որովհետև հավատքը թույլ չի տվել։ Բայց փաստը այն է, որ նույնիսկ քննիչը ու դատախազը դա չեն արել։ Ձեր իշխանության ժամանակվա քննիչ դատախազ։ Կարող եք դատալեքսով էլ ուսումնասիրել։